Որովհետև դե Չարենցը հիմա վերջապես հեղափոխական է, չէ՞, գնանք ջարդենք, ուրեմն հեղափոխություն անենք, նոր ապագա ստեղծենք, կարմիր ապագա եւ այլն։ Ինքը սարսափելի նախասիրություններ ուներ, հիմնականում ռաբիս էր լսում։ Գրականությունը ինչքանով է ժամանակ ստեղծում ու ինչքանով է ժամանակը գրականություն ստեղծում։ Երևի ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե Չարենցի ժամանակի մասին, այլ հայկական ժամանակի մասին։ Չարենցը ահա կառուցում է մի այսպիսի ընթացք, իշարժում, որը սկզբունքորեն շատ քիչ է հանդիպում հայ ժողովրդի մոտ, ասեմ անկեղծ։ Չարենցը անընդհատ ինքը փորձում է ինքն իրեն հաղթահարել, գնալ առաջ, մի բան ջարդել, կոտրել, բայց անպայման գնալ առաջ։ Այդ հայկական ֆենոմենը, թե ոնց ընդհանրապես համաշխարհային փիլիսոփայության մեջ տարածված բան է։ Այսինքն, երբ որ ես մտածում եմ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը, մեր սոցիոլոգիական հետազոտությունները ինձ ոչինչ չեն ասում։ Որովհետև կարդում եմ Հրանտ Մաթևոսյանին, երբ որ ես կարդում եմ Արմեն Շեկոյանին, նրանք մեր հասարակության մասին ինձ շատ ավելի շատ բան են ասում, քան թե մեր սոցիոլոգները։ Մաթևոսյանը շատ ծանր քաշ է։ Բացարձակ ապետիտի։ Ծանր, sense ոնց ասեմ, ջաղաչ քարի պես է, էլի, sense նավասած, շատ ծանր։ Եվ պատահական չի այդ Չարենցի վերջին տարիների այդ բոլոր այդ էքսեսները։ Էլ ուրեմն թմրամոլություն, էլ չգիտեմ մանկապղծություն, ես ինչ գիտեմ, այսպես ստաբիլ վավաշոտություն, եւ այլ, ասի այդ բոլոր բաները գալիս են նրանից, որ պայթում է հասարակությունը, այսինքն հասարակության մեջ դու տեղը չես գտնում։ Մաթևոսյանը ինքը խնդիր ուներ համակարգի հետ։ Ինքը պեսիմիստ չի։ Հրանտը, հա, անհույս պեսիմիստ է երևի նույնիսկ, տենց։ Ինքը ուղղակի ֆիքսում է ինչ որ կա։ Չարենցն էլ է ֆիքսում ինչ որ կա, Թումանյանն էլ է ֆիքսում ինչ որ կա, Շիրվանզադեն էլ էր ֆիքսում ինչ որ կա, նույն Շեկոյանն էլ է ֆիքսում ինչ որ կա։ Շեկոյանը ոնց որ սիրի, ոնց որ ինքն է մեջը լինի դրա։ Իսկ Հրանտը փորձում է Հրանտի մոտ այդ անհուսությունը կա։